բանակում սպանությունները կատարվում են Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի պատվերով եւ արտաքումներ կատարվում է Սերժ Սարգսյանի պատվերով։ Տավուշում սպանված զինծառայող Արտակ Նազարյանի մայրը կառավարությունը եկել իմանալու մտադիր են բացահայտել որդու սպանության անմիջական կատարողներին։ Այժմ ընթանում է դատաքննություն սոսկ ինքնասպանության հասցնելու մասով։ Ամբողջը քրեական գործում երևում է բազմաթիվ իրեղեն ապացույցներ Արտակ Նազարյանին սպանելու մասին։ Հասմիկ Հովհաննիսյանին Սերժ Սարգսյանը սպանություն բացահայտելու խոստում չի տվել։ Նանա Մուրադյանին նման խոստում երկրի ղեկավարը տվել է։ Սերժ Սարգսյանն այս կնոջը դեմքով գիտի 2011-ի հունվարի 27-ին նախագահի շենքի ճաղերի ետևից կինն իր սպանված որդու լուսանկարն է ցույց տվել Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս հանձնարարի զբաղվել որդու սպանության բացահայտմամբ։ Հավատացինք այդ օրը հունվարի 27-ին իր խոստումներին մեր նախագահի, բայց մինչև այսօր ոչինչ էլ չփոխվեց։ Ազգային ժողովի ընտրությունների օրերին Մերգելյանի ինստիտուտի մոտ հանրապետականի նախընտրական քարոզարշավի ժամանակ այս կինը փորձել է իր վրա հրավիրել իր մոտով անցնող Սերժ Սարգսյանի ուշադրությունը։ Ձայն էինք տալիս, որ նախագահ, մեր երկրի նախագահ, խնդրում ենք թեքվեք մեր կողմ, իրականին շշնջացել էին, որ աջ կողմը չնայեք ձեր, միայն ձախ կողմը նայեք։ Մեր երկրի նախագահը խաբեց մեզ, ասում է Նանա Մուրադյանը, որին այդ օրը Սերժ Սարգսյանը ժպիտով է խոստացել օգնել։ Ես երբեք չեմ հավատացել այդ նախագահին, չեմ հավատում, չեմ էլ հավատալու։ Այսօր կառավարության դիմաց բողոքող զոհված զինծառայողների մայրերը վստահեցնում են, որ բանակում սպանությունները շարունակվելու են։ Նրանք զգուշացնում են որդի ունեցող ծնողներին. իմացեք, թե ում եք հանձնում ձեր որդիներին։ Մհեր Արշակյան, Հովսեփ Հովսեփյան, IPFE։